Եթե դուք վարկ եք վերցնում ուրիշներին տպավորելու համար, իրականում դրա գինը շատ ավելի բարձր է, քան բանկի սահմանած տոկոսները։ Դուք կարծում եք, թե պարզապես ապառիկով գնում եք վերջին հեռախոսը, թանկարժեք մեքենան կամ կազմակերպում եք շքեղ հարսանիք, բայց իրականում դուք վճարում եք ստատուսի համար, որը ձեզ զրկում է ձեր կյանքի ամենաթանկ ռեսուրսից՝ ազատությունից։ Երբ դուք փող եք ծախսում միայն ստատուս ցույց տալու համար, դուք ձեզ դնում եք կախվածության մեջ այն մարդկանց կարծիքից, ում իրականում չեք էլ սիրում։ Ուղեղի այս թակարդը ձեզ ստիպում է ամսական ծանր վճարումներ անել ոչ թե այն պատճառով, որ տվյալ իրի կարիքն ունեք, այլ որովհետև վախենում եք աղքատ երևալ մի հասարակության մեջ, որն ինքն էլ թաղված է պարտքերի մեջ։ Սա կոչվում է սոցիալական գերություն։ Այն ամենն, ինչ դուք գնում եք ուրիշների աչքին թոզ փչելու համար, խլում է ձեր ներքին հանգստությունը։ Դուք ստիպված եք ավելի շատ աշխատել, հանդուրժել ատելի պայմաններն ու ստրեսը, միայն թե պահպանեք հաջողակ մարդու այդ կեղծ դիմակը։ Կոտրեք այս շղթան։ Իսկական ստատուսը եւ հարգանքը ձևավորում են ձեր ներքին արժեքներից, ձեր հանգստությունից եւ ֆինանսական անկախությունից, այլ ոչ թե այն ապառիկներից, որոնք ձեզ ներսից քայքայում են։ Լավագույն ներդրումը սեփական ազատության մեջ ներդրում անելն է, այլ ոչ թե ուրիշների ակնկալիքները բավարարելը։ Հետևիր էջին փողի հոգեբանությունը հասկանալու համար։